Պարոն Մարուքյան, ձեր այստեղ ներկա գտնվելը համագումարին արդյոք նշանակում է, որ հնարավոր է ԼՀԿ-ն կոալիցիա կազմի ՀԱԿ-ի հետ։ Մեր ներկա գտնվելը պայմանավորվածային հանգամանքով, որ Հայ ազգային կոնգրեսը հրավիրել է իր համագումարին, մենք բնականաբար ընդունել ենք հրավերը։ Մենք շատ երկար ճանապարհ ունենք անցած համագործակցության, դեռևս պարլամենտական, որպես խմբակցություն, ՀԱԿ-ը խմբակցություն, ես որպես անկախ падգամավոր, բայց նաև Հայ ազգային կոնգրեսը, գիտեք, համաեվրոպական ԱԼԴԵ-ի անդամ է։ Հայաստանում երկու ուժ կա ԱԼԴԵ-ի անդամ, մեկը Հայ ազգային կոնգրեսն է, մյուսը Լուսավոր Հայաստան կուսակցությունը։ Ինչ վերաբերում է ապագա խոշորացումներին, մենք շատ երկար ժամանակ լոբինգ ենք արել, որ շատ կարևոր է ավելի ֆունդամենտալ փոփոխություններին հասնելու համար ավելի խոշոր մասնակցել ընտրություններին։ Այդ քննարկումները ես կարող եմ ասել, որ դեռևս շարունակվում են, կան բանակցություններ եւ այս պահին որևէ նորություն այդ մասով չունեմ հայտնելու, բայց կարող եմ ասել, որ մինչեւ մեր համագումարը, որը ապրիլի 11-ին է նշանակված, մենք այդ հստակությունը կունենանք։ Այն, որ մենք որոշել ենք, որ ընտրություններին մասնակցելու ենք, դա միանշանակ է։ Ֆորմատի մասով բոլորս էլ հասկանում ենք, որ շատ ավելի լավ կլինի խոշոր ֆորմատներով հանդես գալ։ Բայց եթե դա չստացվի, ուրեմն կյանքը դրանով չի ավարտվում, ուրեմն կա պլան B, այսինքն պլան B-ով կլինի։ Հիմա տեսնենք, չէի ուզենա այդպես շատ լավատեսորեն ասել, շտապել, բան։ Պարոն Մարուքյան, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչով հանդես եկավ, դիմեց ընդդիմադիրներին եւ նշեց, որ պետք է միավորվել ուժեղ Հայաստանի Սամվել Կարապետյանի շուրջ։ Դուք ինչպես եք ընդունել այդ հայտարարությունը։ Անհամեստություն չլինի, մենք ավելի վաղ ենք դրա մասին խոսել, շատ ավելի վաղ ենք այդ քննարկումները ունեցել, որոշակի քննարկումներ կան եւ ընթացքի մեջ են։ Իսկ արդյոք մյուս ուժերը արտախորհրդանական եւ ընդդիմադիր մյուս ուժերը իգիտություն կընդունեն առաջին նախագահի հայտարարությունը։ Ես կարծում եմ այն շատ ազդեցիկ հայտարարություն է եւ հույս ունեմ, որ հետեւություններ կարվեն այդ հայտարարությունից։ Այսինքն տեսեք, այստեղ խնդիր չի ինչ որ մանդատներ վերցնելու, այդ մանդատները ինչ որ մի բան անելու, հա, խնդիրը հետեւյալն է։ Մենք ինչպիսի Հայաստան ենք ուզում ունենալ։ Մենք ուզում ենք Հայաստանը պաշտպանել, պահել այս Հայաստանը, թե ինչ որ տարբեր ամբիցիաների պատճառով, հա, պատրաստ ենք այն, չգիտեմ, չեմ ուզում վատ բառներ ասեմ, այս լավորով էլի։ Տեսնում ենք ինչա կատարվում, էլի։ Հիշում եք մի օր մի բան կար, հեղափոխության ժամանակ էր, որ Նիկոլ Փաշինյանն ասաց Սերժ Սարգսյանը Հայաստանը ադրբեջանացնում է, թե Ադրբեջան է դարձնում։ Հա, այդ հիմա է տեղի ունենում դա, եւ պետքա դա կանխել։ Դա կանխելու համար հիմա տարբերակներ կան։ Տարբերակներից մեկն այն է, որ ամեն ուժ ինքը իր ունեցած հնարավորություններով մասնակցի։ Տարբերակներից մեկն այն է, որ այդ ուժերը հետևություններ անեն 21 թվականի ընտրություններից եւ խոշորանան։ Եվ վերջին հաշվով Հայաստանի քաղաքական ներկապնակը շատ է փոխվել։ Այսինքն Սամվել Կարապետյանի կալանավորմամբ, դրանից հետո կուսակցություն ստեղծելով, քաղաքական դաշտում արդեն երկրորդ տեղը գրավելով, բավականին բաներ են փոխվել եւ հետ գալով առաջին նախագահի հայտարարությանը, ես հույս ունեմ, որ սառույցը տեղից շարժվելու է։ Կարծես թե այդքան էլ շատ ժամանակ չի մնացել ընտրություններին, բայց պատկերը դեռ այդքան էլ ամբողջական չէ, շատ ուժեր դեռ չեն հայտնել կմասնակցեն, թե ոչ, շատ ուժեր նշել են, որ կմասնակցեն, օրինակ Գագիկ Ծառուկյանը ասաց, որ կմասնակցի, կա 4 թեկնածու, բայց չի ասում, թե ով է վարչապետի իրենց թեկնածուն, ինչու է այս դանդաղկոտությունը, թե ինչու կարիք չկա շտապելու։ Կարիք չկա շտապելու իրականում, դանդաղկոտության խնդիր չկա, եթե փաստաթղթերի ընդունման ժամկետը ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ գրաֆիկի, հա, սկսվում է, եթե չեմ սխալվում, ապրիլի 13-ից մինչև մայիսի 20-ը, հա, 20-ը թե 23-ը, ամեն դեպքում, այսինքն քաղաքական միավորները մինչև ապրիլի 13-ը կարող են դիրքավորվել։ Ով ավելի ուշ դիրքավորվի, նա ավելի շահեկան վիճակում է լինելու։ Այս պարագայում Լուսավոր Հայաստանը որոշել է ավելի ուշ դիրքավորվել։ Դրա համար մենք մեր համագումարը նշանակել ենք ապրիլի 11-ին։ Տեսեք ինչու որպես ասում, որտեղ օրինակ քաղաքացիական պայմանագիրը ճիշտ է ասում են ներկուսակցական քարոզարշավ է, բայց ըստ էության քարոզարշավը սկսել իրականացնել արդյոք այստեղ անհավասար չի լինելու։
Ես ձեզ անկեղծ ասեմ, մեր ընտրական օրենսդրությունը բոլոր կանոնները ի գործ է դնում այն պահից սկսած, երբ որ սկսվում են գրանցումները եւ նախագահի հրամանագրի ստորագրումը, ընտրությունների օրի նշանակումը, հա, մինչեւ այդ ով ինչ ուզում անի, դա ազդեցություն չունի։ Այսինքն այդ խիստ կանոնները սկսում են գործել։ Մի մասը հիմա այս պահից սկսած, երբ որ հանրապետության նախագահի հրամանագիրը կա, մյուս մասը կսկսի գործել, երբ որ քարոզարշավը կսկսվի։ Այսինքն խախտումները արձանագրվում են, դրանք խմբավորվում են եւ որևէ քաղաքական միավորի դեմ որևէ բան կարող է արվել դրանով, այն պահից սկսած, երբ որ սկսվում է քարոզարշավը։ Իսկ անհավասարության տեսանկյունից բնականաբար հիմա իշխանությունը հնարավորություն ունի թոշակները բարձրացնում, չէ՞, ինքը բյուջեի հաշվին։ Չէ՞ վարկա վերցնում մեր ժողովրդի հաշվին թոշակ։ Հա, ինքը օգտվում է դրանից, միանշանակ օգտվում է։ Օրեր առաջ Վանաձորում մանկապարտեզները դարձան անվճար։ Տարիներով տասնյակ լոբինգ են կարել, որ սա անհավասարություն է։ Երևան քաղաքում մանկապարտեզները անվճար են, Գյումրիում, Վանաձորում, այլ համայնքներում վճարով։ Ինչ է սա նշանակում։ Սա ինչ ձև է։ Եվ ինչ եղավ։ Նոր, հենց նոր որոշեցին, որ անվճար են կանում։ Այսինքն մեր տարիների արած լոբինգը հիմա արվում է։ Լավ բան է, շատ լավ է, որ դա արվում է, բայց ընտրության բերան արվում, ինչի որ ձայն հավաքեն։ Այսինքն այս իմաստով այո, իշխանությունը գտնվում է միշտ անհավասար պայմաններում։ Բայց դրա դեմ ինչ կարող ես անել։ Այսինքն էտա բյուջեն իրանց ձեռքում է, ամեն ինչ իրանց ձեռքում է։ Եվ պարոն Մարուկյան, 3 դատարանը որոշում կայացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգ եւս մեկ ամսով, արդյոք սպասելի կանխատեսելի դատարան հայտնի։ Գիտեք, երբ որ Սամվել Կարապետյանին կալանավորեցին, հենց այն պահին, որ ձերբակալեցին, հետո կալանավորեցին, երբ որ նա հայտարարեց, որ ինքը ստեղծելու է քաղաքական միավոր, բոլորին միավորելու է, եթե չեմ սխալվում, ԱԱՑ-ի դիմացը մեծ հանրահավաք էր, ես այնտեղ էի։ Ես այդ պահին ասացի, որ պարոն Կարապետյանին մինչև ընտրություններ ազատ չեն արձակելու։ Իմ կանխատեսումը, ճիշտ է, վատ բան եմ ասում, բայց դա կանխատեսումը քաղաքական, մինչև այսօր տեղի է ունեցել։ Ինչի համար, որովհետև իշխանությունը բացի այն, որ ինքը անհավասար պայմաններում է գտնվում, նա հնարավորինս խոչընդոտում, սահմանափակում, խանգարում է իր դեմ ձևավորված ամենախոշոր խաղացողի գործունեությունը։ Բայց ես կարծում եմ դա էլ չի փրկելու այդ իրավիճակը, որովհետև տարբեր միջոցներով այդ խնդիրը կարող է կարգավորվել։